Թեման շարունակենք նաև Արտյոմ Երկանյանի հետ զրույցում եւ անդրադառնանք Ադրբեջանի դերակատարությանը։ Արտյոմ, Ադրբեջանը Իսրայելի ամենահավատարիմ դաշնակիցն է մեր տարածաշրջանում եւ դա հաշվի առնելով տարօրինակ կարող է թվալ այն, որ Իրանը դեռ որևէ ուժային գործողություն չի կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այո, Ադրբեջանը հարվածներ է հասցրել իր հարևան 11 պետությունների ուղղությամբ՝ Բահրեյն, Իրաք, Հորդանան, Կուվեյթ, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Միավորված Արաբական Էմիրություններ եւ հարևաններից, այսինքն մերձավոր արևելքի մեծ մերձավոր արևելքի պետություններից չեն տուժել միայն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այն դեպքում, երբ Թուրքիայի տարածքում կա ամերիկյան ռազմաբազա, իսկ Ադրբեջանը ըստ էության Իսրայելի կողմից օգտագործվում է որպես հետախուզության համար պլացդարմ։ Թեև մինչ օրս կան պետություններ, որոնք սպասում են, որ հնարավոր է Ադրբեջանի դեմ եւս Իրանը հարված հասցնի, օրինակ այսօր հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ Ճապոնիան իր ողջ դեսպանությունը էվակուացնում է Ադրբեջանից։ Կարող ենք ենթադրել, որ Ալիևին Թեհրանից այսպես շատ կոշտ ազդակներ են ուղարկվել առ այն, որ եթե Ադրբեջանը իր տարածքը հնարավորություն տա իսրայելացիներին օգտագործելու, հարվածները կհասցվեն ուղիղ Բաքվի ուղղությամբ։ Գիտենք, որ նախորդ Իսրայելի Իրանի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանը օգտագործվում էր որպես հետախուզական հենարան, որից հետո Ադրբեջանի շատ հստակ սպառնալիքներ էին հնչել։ Այս պատերազմից մոտ 4 շաբաթ առաջ Ադրբեջան էր այցելել Իսրայելի արտգործնախարարը, ինչ որ պայմանավորվածություններ էին ձեռք բերել, որից հետո Բաքվի իշխանությունները հավանաբար վերանայեցին իրենց տված խոստումները, ստանալով Իրանի իշխանություններից շատ հստակ սպառնալիքներ։ Ավելին, Ադրբեջանի արտգործնախարարը առաջիններից մեկն էր, ով ամերիկյան եւ իսրայելական ագրեսիայից հետո հեռախոսազրույց ունեցավ Իրանի արտգործնախարարի հետ եւ իր ցավակցությունն ու համերաշխությունը հայտնեց Իրանին։ Իլհամ Ալիևն էլ Իրանի նախագահին էր հայտնել իր ցավակցությունն ու համերաշխությունը, ընդ որում այդ տեքստում բառակապակցություններն էին շատ կարևոր։ Նա անվանել էր սպանված հոգևոր առաջնորդին եղբայրական պետության ճանաչված առաջնորդ։ Բնական է, որ Իսրայելում քչերի դուր է կգա այդ ձևակերպումը, մասնավորապես թուրքական Haberler պարբերականը գրում է, որ Նետանյահուն հաստատ դժգոհ կլինի Իլհամ Ալիևի այս բառերից։ Կարծում եմ Միացյալ Նահանգներում եւս հարցեր կունենան Ադրբեջանին եւ օրինակ հայտնի է, որ պետդեպարտամենտ է հրավիրվել Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնում Խազար Իբրահիմին, այսօր պետդեպում կընդունի պետքարտուղարի օգնական Ռայլի Բարնսը, որը եւս ինչ որ Բաքվի համար կարծում եմ անցանկալի հարցեր կուղի։ Այսինքն տպավորություն կա, որ այս ամենի արդյունքում Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում, Ադրբեջանի կարևորությունը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների աչքերում կսկսի նվազել։ Եվ դա նաև այսպես պատուհանների հնարավորություն կարող է դառնալ հայկական դիվանագիտության համար։ Իսկ տնտեսական առումով Ադրբեջանը կտուժի թե կշահի։ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը Իրանի հետ այդքան էլ մեծ չէ, անցած տարվա դրությամբ $644 միլիոն, ընդ որում 97%-ը դա Իրանից ադրբեջանական ներկրումն է եւ ոչ այդքան կարեւոր ապրանքների։ Հիմնականում դա շինանյութեր են, քիմիա եւ գյուղատնտեսական ապրանքներ, որոնք կարելի է փոխարինել այլ երկրներից ներմուծմամբ, հա։ Հետարքիր տեղեկություն Մինվալ Ազ պարբերականը այսօր գրում է, որ այս պատերազմի հետևանքով Ադրբեջանը դարձել է ողջ տարածաշրջանի ավիացիոն գլխավոր հաբը։ Հրապարակում է մի լուսանկար, որում երևում է, որ ինքնաթիռները շրջանցում են Իրանը եւ հենց Ադրբեջանի տարածքով են թռնում Եվրոպայից Ասիա։ Բայց այդ նույն տրամաբանությամբ կարելի է տարածաշրջանային ավիացիոն հաբ համարել նաեւ Հայաստանը, քանի որ նույն այդ ինքնաթիռները, որոնք շրջանցելով Իրանը թռնում են Ադրբեջանի տարածքով, անցնում են նաեւ հայկական օդային տարածքով։ Իհարկե դրա շնորհիվ որոշ գումարներ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը կստանան, բայց դա ընդամենը մի 2 կամ 4 շաբաթ պետք է տևի, որ մեծ փող դրանով չես վաստակի։ Շատ ավելի մեծ փող Ադրբեջանը կվաստակի նավթի ու գազի գների աճի արդյունքում։ Գազի միջազգային գները
աճել են արդեն 25%-ով, նավթի գինը առաջին իսկ օրը 10%-ի աճ է արձանագրել եւ շարունակում է նավթը թանկանալ։ Փորձագետները կարծում են, որ շատ շուտով արդեն նավթը կարող է հասնել 90 եւ անգամ $100 մեկ բարելի համար։ Բաքուն իհարկե այդ ամենից բավական այսպես կշահի։ Արտեմ, Իրանի ադրբեջանցիները ինչ դիրքորոշում են ցուցաբերում։ Հստակ միասնական դիրքորոշում չկա, տարբեր են գնահատականները, բայց ադրբեջանցիները Իրանում պակաս ընդդիմադիր են, քան քրդերը, եւ հետաքրքիր է, որ ադրբեջանցիների որոշ մասը փորձում են օգտագործել պատերազմը հակահայկական տրամադրություններ Իրանում հրահրելու նպատակով։ Տեսանյութ է տարածվում համացանցում, որում նկատվում է, որ պրոիշխանական ցույցերից մեկի ժամանակ ադրբեջանցիները այրում են Հայաստանի դրոշը, նույն շարքում այն պետությունների դրոշների հետ, որոնք Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին աջակցություն են ցուցաբերել Իրանի դեմ այս պատերազմում։ Այսինքն փորձում են ներկայացնել Հայաստանը Իսրայելի դաշնակցի դերում։ Լավ կլիներ, եթե հնարավոր լիներ պարզել, թե ովքեր են այս սադրանքի ետևում կանգնած, չեմ կարծում, որ Իրանի իրավապահները դրա ժամանակը կունենան այս պահին։ Զոհված ադրբեջանցիների մասին տեղեկություն կա, բավական շատ ադրբեջանցի արդեն զոհվել է միայն մեկ հարվածի արդյունքում, որը Արևելյան Ադրբեջան նահանգում է տեղի ունեցել, 38 մարդ սպանվել է եւ 212 մարդ վիրավորվել է։ Ենթադրում եմ դրանց մեծ մասը ադրբեջանցիներ են, քանի որ այդ մասում այդ նահանգի հիմնականում ադրբեջանցիներ են ապրում։ Ադրբեջանաբնակ Մերաղա քաղաքում նույնպես 15 մարդ է սպանվել, մահացել այս հարձակումների արդյունքում։ Ադրբեջանի քաղաքացիների մասին, սպանված քաղաքացիների մասին տեղեկություն չկա, բայց Ադրբեջանը իր քաղաքացիներին հանում է, էվակուացնում է եւ այդ հնարավորությունից, այսինքն Իրանի ու Ադրբեջանի սահմանով այդ անցակետերով անցել են նաեւ օտարերկրացիներ, ավելի քան 1000 օտարերկրացի է էվակուացվել, այդ թվում նաեւ Չինաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի քաղաքացիներ եւ Ֆրանսիայի արտգործնախարարությունը այսօր օրինակ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարարությանը իր քաղաքացիների էվակուացիայի հարցում աջակցություն ցուցաբերելու համար։ Շնորհակալություն, Արտեմ։